Պարոն Ֆարմանյան, նախ օրակարգի վերաբերյալ ձեր դիրքորոշումը ինչ անել, որ այս անգամ հաջողի։ Այդ անվստահություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը ստեղծված իրավիճակում միակ լուծումն է, որը բոլորի շահերից բխում է։ Հայ ժողովրդի շահերից բխում է, որովհետև սխալ է բոլոր տեսակի սոցիոլոգիան։ Ժողովուրդը վաղուց հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից, չի գտնում այլընտրանք։ Սա մեկ։ Ընդդիմության շահերից է բխում, որովհետև միակ սահմանադրական մեխանիզմ է, որով հնարավոր է ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից, իսկ մեր ընդդիմությունը 21 թվականին քվե է ստացել բացառապես Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խոստմամբ։ Ուրիշ ոչ մի նպատակի համար մեկ մարդ նույնիսկ ընդդիմադիր խմբակցությունների օգտին չի քվեարկել։ 5 տարի ձախողումից հետո 4.5 տարի։ Սա մնում է, այսպես ասած, վերջին հնարավորությունը։ Վերջապես դա նաև ձեռնտու է բուն իշխանությանը։ Ես կասկած չունեմ, որ ԿՊ խմբակցության շատ պատգամավորներ բարի բուն իմաստով հայտնվել են պատանդի կարգավիճակում second Նիկոլ Փաշինյանի կամ մեր second hand դուչեի ձեռքին, ով իրեն Մուսոլինի է երևակայում։ Եվ անհրաժեշտ հանրային ճնշման պարագայում, եթե ընդդիմությունը կարողանա մեր ժողովրդին խնդրել, ներկայացնել, ապացուցել, որ այ ժողովուրդը պետք է X ժամանակահատվածում հավաքվի դիցուք նույն վայրում, երբ որ նիստերի դահլիճում տեղի կունենա այդ անվստահության հարցով քվեարկությունը, եւ այդ հանրային ճնշմամբ կարողանա նաեւ ԿՊ խմբակցության պատգամավորներին համոզել, օգնել նաեւ, հնարավորություն տալ միանալու ժողովրդին եւ քվեարկելու անվստահություն հայտնելու օգտին։ Եվ վերջապես մեր հանրապետությունը այսօր գտնվում է դեմոնտաժման փուլում, ապամոնտաժման փուլում։ Նիկոլ Փաշինյանը, այդ որ Նիկոլ Փաշինյանը փաստացի այո սպանել է, վերացրել է Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Սա լավ է թե վատ, այլ բան է, բայց նա արել է այդ գործը արդեն։ Իսկ չորրորդ հանրապետությունը, որ ինքը խոսում է չորրորդ հանրապետության մասին, ես ունեմ տպավորություն, որ ավելի շուտ ինքը արտաքին, այսպես ասած, գործընկերների կամ արտաքին տերերի, այլ պետությունների, օտար պետությունների աջակցությունն է ստացել, որպեսզի ինքը ժամանակ շահի, մի ռաունդ էլ խաղաղության կարգախոսով կարողանա մեր ժողովրդին խաբել, վերընտրվել, որից հետո արդեն ինքը ոչ թե չորրորդ հանրապետության ճանապարհով է գնալու, այլ բարի բուն իմաստով կասկածի տակ է դնելու, ապամոնտաժելու է անկախ պետականություն ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա ինչ ասել է մեր ժողովրդին, արել է դրա ճիշտ հակառակը։ Երբ որ ինքը ասում է ինքնիշխանություն, դուք վախեցեք դրանից։ Այ երբ որ ինքը ասի ես ուզում եմ մեր ինքնիշխանությունը կործանեմ, այդտեղ կարելի է մի քիչ թեթև շուշ քաշել, որ ինքը միշտ հակառակն է ստանում։ Ինքը Հայաստանի Հանրապետությունը այսօր վերացել է բարի բուն իմաստով, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը վերացել է աշխարհաքաղաքական attachment-ի։ Նամակներով խոշոր պետությունները այդ attachment-ը իրար են ուղարկում։ Ինքն էլ շատ դեպքերում նույնիսկ չի հասցնում հասկանալ, տիրապետել, թե ինքը եւ Հայաստանը իդեմս իրեն ում ինբոքսում է հայտնվել։ Դրա համար վազում է Վաշինգտոն, փորձում է բավարարել Վաշինգտոնին, վազում է Անկարա, փորձում է բավարարել Էրդողանին, վազում է Բրյուսել, փորձում է բավարարել Ֆրանսիային, Եվրամիությանը, վազում է Կրեմլ, փորձում է բավարարել նրան, որպեսզի գտնի ի վերջո թե ում ինբոքսում է հայտնվել ինքը։ Սա շատ ցավալի իրողություն է։ Իմպիչմենտը սահմանադրական ճշգրիտ անցնցում մեխանիզմ է ստեղծված իրավիճակում։ Իմիջիալոց շատ կարևոր է։ Դա ոչ թե պատիժ է Նիկոլ Փաշինյանին արդեն կատարած սխալների, բացթողումների ու հանցանքների համար, այլ դա կանխարգելիչ քայլ է թույլ չտալու ապագային աղետները, որոնք անխուսափելիորեն լինելու են, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Վերջին միտքը 26 թվականի ընտրությունների գնալով ես ունեմ տպավորություն, որ մեր քաղաքական ընդդիմությունը հանուն ճշմարտության պատրաստ չի այդ ընտրություններին։ Եվ այդտեղ մեղավորությունը ժողովրդին է չի, ժողովուրդը այլընտրանք է ուզում։ Քաղաքական ընդդիմությունը դեռ այս պահի չի առաջարկել այդ այլընտրանքը։ Ոչ թիմերի տեսքով, ոչ գաղափարների տեսլականի տեսքով։ Սա է պետք լուծել։ Պարոն Ֆարմանյան, նայեք,
Անվիճելի է, բայց փաստը, որ այս 7 տարիների ընթացքում տեսանք, որ Փաշինյանն ունի աջակցություն կոնկրետ դերակատարների կողմից։ Այս աջակցության պայմաններում Ինչ դերակատարներ։ տարբեր դերակատարներ, արևմուտք, նույնիսկ Բայց դա ինչ մի բարդ բան է։ Դե հիմա ուզում եմ հասկանալ, այս պայմաններում ընդդիմությունն ի վիճակի է ինչ-որ բան փոխել, երբ կա կոնսենսուս Փաշինյանի անձի եւ իշխանության շուրջ։ Շատ ճիշտ, շատ լավ հարց է։ Նայեք, այն ինչ որ արել է Նիկոլ Փաշինյանը, դա բացարձակ բարդ չի անել։ Դա մոտավորապես նման է հետևյալին։ Այս շենքը սեփականության իրավունքով պատկանում է դիցուք հայ ժողովրդին։ Դուք նշանակված եք այս շենքի պարետ։ Այս շենքի վրա աչք ունեն տասնյակ հարևաններ։ Ինքը գնում է հերթով այդ հարևանների մոտ, ասում է այս շենքից դուք ինչ եք ուզում։ Մեկը ասում է այն իրեք սենյակը տվեք ինձ, ասում է արի վերցրա։ Այն մյուսն ասում է այն պատուհանը դուրս գալիս է, տվեք ինձ, ասում է խնդրեմ վերցրա։ Այսինքն սա կներեք ոչ թե խելամտության մասին է խոսում, սա ուղղակի խոսում է սեփական շահեր չունենալու եւ սեփական շահերի հաշվին արտաքին բոլոր խաղացողներին բավարարելու կանխամտածված աղետալի քաղաքականության մասին, որի հաջորդ կանգառը լինելու է Հայաստանի Հանրապետությունը գոյությունը կասկածի տակ դնելու։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, մեր ժողովուրդը ես ունեմ իմ անխախտ կարծիքը։ Շատ վաղուց հասկացել եմ մի պարզ ճշմարտություն։ Քաղաքական բարդ բառերով ինչքան էլ փաթեթավոր ենք, բացատրենք, ժողովուրդը ֆիքսել է հետևյալը, 18 թվին ես հոգնել էի, զզվել էի, մեր կյանքում օբյեկտիվորեն արկա 1000 խնդիրներից ու դեմքերից, լավ նպատակով դուրս եկանք փողոց, վերեցինք այս second hand դուչեին կարկեցինք մեզ ղեկավար, խափեց բոլորիս, արեց լրիվ հակառակը, ազգային աղետի առաջ մեզ բերեց կանգնացրեց, հիմա գլխիկոր հետ պատերազմյան այդ ստրեսի եւ ինքնության ճգնաժամի մեջ գտնվելով գլխիկոր մեր ժողովուրդը սպասում է թե որտեղից ինչ այլընտրանք կծնվի եւ ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից։ Ժողովրդի աջակցությունը Նիկոլ Փաշինյանը չունի վաղուց ոստիկանության բյուջեի ավելացումը, ոստիկանության վրա հենվելը դրա ուղիղ ցուցիչն է, որտեղ այդ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար այլևս պետք էլ չի։ Իր համար ավելի կարևոր են ոստիկանները, որ ուժ կիրառեն ընդդիմության նկատմամբ եւ այլն, քան ժողովուրդը։ Բայց այդտեղ պետք է նաեւ մյուս ճշմարտությունն ասել։ Ժողովուրդը նույնքան հոգնել է եւ չի ընդունում գործող ընդդիմությանը։ Չստացվի, որ ես որևէ մեկին վատաբանում եմ։ Ժողովուրդը ասում է դուք հավասարաչափ նրանց հետ խնդրեմ եք, որովհետև չենք կարում ձեր, չենք ուզում, չենք կարում ձեր շուրջը համախմբենք։ Հիմա այն մարդ իր բերանով էլ ասել է երրորդ հանրապետությունը ես սպանել եմ։ Ստեղծում եմ 4-րդ հանրապետություն։ Ես որպես քաղաքացի մտածում եմ հետևյալը։ Ասում եմ ընկեր, նայ, Հայաստանի Հանրապետությունը երրորդ 3 նախագահ է ունեցել։ Ինքը ձեռնոց է նետել անձամբ այդ 3 նախագահներին, քաղաքական ժառանգությանը եւ այլն եւ այլն։ Իմ սուբյեկտիվ գնահատմամբ երրորդ հանրապետությունն իրոք արդեն սպանել է։ Հիմա թող 3 նախագահները նախքին միջին մարդ ինչ է մտածում, ասում ախպեր, կամ համախմբեք լուծեք այդ հարցը, կամ 3-ով միասին քաշվեք մի կողմ։ Եվ սրա մեջ կա ժողովրդական են իմաստությունը։ Ձեզ դուր կգա, ինձ դուր կգա, ձեր աշկով դա արդար է, մյուսի աշկով անարդար է, սա է իրականությունը։ Ասածս ուղերձ հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը վաղուց չունի ժողովրդի աջակցությունը։ Դա բլեֆ է մեծագույն։ Դրա համար ինքը ոտու ձեռ ընկած ստեղծել է կեղծ խաղաղության օրակարգ, ընդ որում շատ լավ իմանալով, որ ծանր պատերազմով անցած աղետալի պարտություն կրած ժողովուրդներ, ինչպես օրինակ ճապոնացիները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայտնվում են հետ պատերազմյան, հետ կոնֆլիկտային ծանրագույն դեպրեսիայի մեջ, հա, եւ ապրում են ինքնության ճգնաժամ, սկսում են վերարժևորել։ Դա տևական process է, ինքը շատ լավ իմանալով էս ամեն ինչը, հիմա արտաքին տերերի աջակցությամբ, այսպես ասած, թղթեշերեփներ է փորձում ստանալ, որ բերի ընդամենը 1 տարվա ընթացքում կարողանա թանկ գնով վաճառել ժողովրդին, խափի ասի ես ես բերել եմ խաղաղություն, վերարտադրության հարցը լուծվի, հետո այդ արտաքին տերերը, որոնք որ այդ թղթեշերեփները տվել են, հետո կանչելու են, այսպես ասած, գորգի վրա, ասելու են իսկ հիմա վճարիր այդ թղթեշերեփների գինը։ Սա է իրականությունը։ Ես որևէ մեկին, կներեք, որևէ հարց անկեղծ չունեմ արտաքին աշխարհի դերակատարներից։ Մեղադրել Միացյալ Նահանգներին, Թուրքիային, Ռուսաստանին, նույնիսկ Ադրբեջանին
որ սեփական շահերը առավելագույնս իրացնում է տվյալ դեպքում մեր աշխարհում։ Սա քաղաքական սնանկ մտածողություն է, սա մանկամտություն է։ Ես իրենց տեղը լինեի, ես էլ իմ շահերը առավելագույնը կօգտագործեի որևէ մեկի հաշվին։ Մենք ժողովրդին նույնպես ասելիք չունենք, ժողովուրդ իր պատվերը վաղուց տվել է, որ այս second hand դուչեից պետքա ձերբազատվել, որ գալիս է իր կոմֆորտ զոնա ազգային ժողով, մտնում է այդ դալիճ, օպոզիցիայի խուլ ու համր պավազքի ներքո իրան բանա ներկայացնում է որպես Մուսոլինի, մատնա թափ տալիս SN-ն, գնում է արտաքին աշխարհում, կներեք ամենավերջին լեզու բերան չունեցողի նման զիջում է Հայաստանի բոլոր շահերը։ Մենք սպասելիք, ասելիք ունենք, մենակ մի սուբյեկտի, դա քաղաքական ընդդիմությունն է, որը այս ժողովրդին խոստացել է 21 թվականին հələ, քանի տարի եղավ, 4.5 տարի առաջ, հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այսօրվա դրությամբ ձախողել է, հիմա հայտարարվեց, որ միանալու են, դա ես համարում եմ դրական քայլ, բայց ոչ բավարար, որպես քաղաքացի, ով պայքարել է այս իշխանության դեմ, 100,000-ավոր մեր մյուս քաղաքացիների նման, ես սպասելիք ունեմ, որ այդ հարցը լուծվի։ Ցանկալի է լուծվի սահմանադրական իրավական եղանակով, որ այս երկիրը լրացուցիչ ցնցումների մեջ չհայտնվի։ Իսկ ես կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը սեփական աթոռը պահելու համար պատրաստ է ցանկացած գին վճարելու։ Այդ թվում նաև այս պետության ճակատագիրը։ Կոնֆորմենիա մեկ վերջին հարց, այսպես փոքր դիտարկում է կատարել Պետրոս Ղազարյանը անդրադառնալով այսօրվա լսումներին, նա մասնավորապես նշել է, պետք է ԿՊ-ին կարճ այսօրվա լսումների մասին իր տպավորությունով է կիսվել, պետք է ԿՊ-ին հեռացնենք, որ մի քանի ամսից հանրապետականներն ու Քոչարյանեն ազատ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնեն։ Ում համար է այս քարոզխոսությունը։ Պետրոս Ղազարյանի գրածին ես կարող եմ շատ սուր արձագանքել, բայց դա ես չեմ անի, որովհետև տարիների համատեղ աշխատանքի փորձ կա եւ կարող եմ ուղղակի ձեզ հավաստիացնել, որ անհրաժեշտության դեպքում Պետրոս Ղազարյանը կգրի նաև հակառակը, դա մեկ։ Երկրորդ, բայց Պետրոս Ղազարյանի ասացի մեջ կա մի ռացիոնալ ճշմարտության հատիկ, մենք պետք է խոսենք դրա մասին, որը իր հերթին հանրային սնուցում ունի։ Մեր հանրությունը իր պահվածքով 20 թվականի հատկապես պատերազմից հետո մինչև որը ցույց է տվել իման ինքը ատում է Նիկոլ Փաշինյանին, ինքը ուզում է ձերբազատվի, բայց իդեմս նախկին իշխանությունների չի տեսնում այլընտրանք։ Սա Պետրոս Ղազարյանը պետք է ասի, որ մենք հասկանանք, դրա փոխարեն ես ոչ թե կներեք զայրանում եմ այդպիսի գրառումների վրա, այլ ես մտածում եմ քաղաքական ընդդիմությունը ինչի պետք է այդքան անխոհեմ լինի, որ այս տրիվիալ ճշմարտությունները հաշվի չառնելով ճիշտ լուծումներ չառաջադրի ու խնդիրը չլուծի, որ Պետրոս Ղազարյանները պայմանական ասած բայց դե հանրապետականների Քոչարյանական գրել հակառակը։ Հանրապետականների Քոչարյանականների դեմոնիզացիանն էլ տարվել է նախկինում ընդդիմադիր, այսօր իշխանություն տարբեր դեմքերի կողմից։ Այո, եւ նույն Պետրոս Ղազարյանը մոռացել է։ Եվ ոչ միայն Պետրոս Ղազարյանը թողնենք իրեն։ Նիկոլ Փաշինյանը հիշում է նախկին օլիգարխներին։ Այդ կա ռիսկ անում է ազգային ժողովի ամբիոնից մի նախկին օլիգարխի մականունով դիմի։ Հայտնի օլիգարխներին ձեզ եմ հարցնում։ Նկարները պարլամենտի ամբիոնից թափ էր տալիս։ Դուք լրագրող եք, ես շփման հնարավորություն չունեմ բարեբախտաբար, որ տեսնեք իրեն մի անգամ էլ հարցրեք։ Հայտնի օլիգարխներին ասա մականունները ոնց այդ կա ռիսկ ունես հիմա ասես։ Իհարկե ոչ, որովհետև ինքը ինչ արեց, ինքը մոտավորապես եղած բոլոր արատներս ամենք պետք է ընդունենք։ Դա եւ այդ քրյա օլիգարխիկ բարքերի բարձեց կարողացավ ժողովրդի հույզերը ճիշտ փաթեթավորել, խաբել, վերցնել իշխանությունը, հետո ասես դե ժողովուրդը ոչի տեսնում, այդ օլիգարխներին ասում են դռնով կգաք կմտնեք, այնտեղ Աննայի հիմնադրամին վճարումները կանեք կգնաք, բայց ես կգնամ պարլամենտի ամբիոնից կխոսեմ այ հիները, թալանչիները եւ այլն։ Դա քաղաքական ընդդիմության խնդիրն է, որ պարլամենտի ամբիոնից, որ ոչ թե գնան ծեծ ուտեն եւ նվաստացնեն ինձ որպես ընդդիմության աջակից, որպես ընդդիմադիր հայացներով քաղաքացի։ Այս բոլոր հարցերը իր դիմաց դնեն եւ ոչ միայն այդ հարցերը։ Մի հատ բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Բանկային ոլորտում դուք հետևում եք ինչա կատարում։ Բանկային ոլորտը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հայտնվել է իր մոր արգանդում, բարի բուն իմաստով։ Գերշահույթներ միլիարդավոր։ Այսինքն մեր ժողովուրդը ընդդիմությունը կարողացել է այն խեղճ ու կրակ մեր ժողովրդին, որի ուսերին նստած Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, հիմա էլ այդ իր
դատարկ մուրճը հանում, պտտում է օդում ասում է, այս ինչ է, պողպատե մուրճը, մանգաղը եւ այլն, այդ նույն ժողովրդի հույզերի հետ է խաղում։ Առանց ասելու, որ նայեք, ես եկել եմ իշխանության, բանկային համակարգի գերշահույթները 10-նա պատկվել են, իսկ բանկային շահույթի գերշահույթը ո՞րն է համակարգի մեր ժողովրդի համար։ Այն մարդիկ են, ովքեր շատ հարուստ են, փող ունեն, տանում դնում են բանկում որպես ավանդ, դուք գնում եք այդ բանկի ավանդներից վերցնում եք վարկեր, 10 քանի տոկոսով ճռում եք մինչև 20% ձեր ասած, տոկոս եք վճարում վարկերին, բոլորը ճռում են վարկերի տակ, այդ ավանդատուները, որ Նիկոլ Փաշինյանի ասած երեկվա այդ քրյա օլիգարխներն էին, որոնց մականունները վախենում է տա, ինքն էլ իրա խմբակցության ներկայացուցիչներն են։ Տոկոսների տակակցի ամբողջ ժողովուրդը ճռում է, վճարում է, մարդիկ այդ նույն իրաք սիրած քրյա օլիգարխները, սիգարները, բերանները նստած, ավանդից խոշոր տոկոսները ստանում են եւ այս հələ մի կողմ, այդ ճամփին ինքը գնում է այդ տոկոսի տակ ճռացող ժողովրդին խապում, ասում է, ես եկել եմ որ հարուստներից ձեր թալանածը վերցնեմ, բաժանեմ ժողովրդին։ Մեր քաղաքական ընդդիմությունը, բա չի ելնում օրինակ ասի, այնգեր մի րոպեն, այս պետությունը սոցիալական պետություն է, օրինակ, մինչև $10,000 վարկային պարտավորություն ունեցող ընտանիքների թիվը այս երկրում, արդեն 100,000-ին է մոտենում, այսինքն ամեն ընտանիք մինիմում 2 վարկի տակ ճռում է։ Եթե բանկային ոլորտը մեկ տարվա ընթացքում ստանում է այնպիսի գերշահույթ, 6 ամսվա իրանց շահույթը, պատկերացրեք, բանկերն է, խոսքը մենակ շահույթի մասին է։ 6 ամսվա շահույթը ժողովրդի սիրելի Նիկոլ Փաշինյանը, եթե 6 ամսվա շահույթը, այս շատ կարևոր բան է, ուղղակի օրենքի ուժով այստեղ վերցնի ու ասի, մինչև $10,000 վարկ ունեցող քաղաքացիների վարկային պարտավորությունները բանկերի գերշահույթների հաշվին ընդամենը 6 ամսվա զրոյացնում են, կանի տես բան, չի անի, ինչի չի անի, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ ինքը նույն խեղճ ու կրակ ժողովրդի ուսերին, որ նստե եկել է իշխանության, ինքը իրականում այդ ժողովրդի շահերը չի սպասարկում, նրանք իրա բառերով ասած տուգանքի մատերիալ են, ինքը շատ է լավ սպասարկում է խոշոր սեփականատերերի շահերը, մի տարբերությամբ, որ զուգահեռը չակուջը վերցնում է, գնում է սովորական ժողովրդին կարում է դեռ թակուբիր այսպես ասած համոզել, որ ես ձեր կողմից եմ։ Բայց մի քանի ակցիաներ արվեցին, սառեցվեցին եւ այլն։ Ինչն է սառեցվել։ Որ անհուսալի վարկերը, մի քանի ծրագրեր։ Անհուսալի վարկերի մասին չի խոսքը, ցավը տարեմ, մի հատ ուշադրություն։ Մենք բոլորս միասին ստեղծել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այդ պետության սահմանադրության մեջ գրած է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Սա ունի բովանդակություն, ինչ է նշանակում սոցիալական պետություն։ Այդ բոլորիս պետությունն է։ Հիմա այդ պետության մեջ բանկային ոլորտը 6 ամսվա ընթացքում ունենում է գերշահույթ։ Անունը մի տողով դնում ենք բանկային ոլորտ, Նիկոլ Փաշինյանը այդքան դուխել չունի, դե թող գա կանգնի ասի Հայաստանի բանկերի սեփականատերերը ովքեր են։ Այսինքն այդ փողերը ում է գնում։ 6 ամսվա շահույթ ընկեր, ժողովրդի մասին ես մտածում, 6 ամսվա շահույթը օրենք ես ընդունում պարլամենտում, ես հավատում եմ իմ ասածին։ Բանկերը սիրահոժար, իրանց 6 ամսվա շահույթից օրենքի ուժով կհրաժարվեն 100,000-ավոր մեր քաղաքացիներ, որոնք ճռում են վարկերի տակ, կալենդարին նայում են, չեն ուզում տենան, որ ամսի 1-ն է եկել, որտեղ վարկերը վճարելու օրն է։ Զրոյացնես այդ 100,000-ավոր ընտանիքներին 10 շանս տնտեսական երկրորդ կյանք սկսելու։ Սխալ եմ ասում։ Մեր քաղաքական ընդդիմությունը, օրինակ, տրիվիալ բան եմ ասում, ինչ ես հարցի չի բերում, դեմը դնում։ Իսկ բա դու ես ժողովրդի մասին խոսում։ Իսկ թե ինչի չեն անում դուք մտածել։ Ասում են ավելի մեծ անվտանգային խնդիրներ կան, սոցիալական հարցերին չեն կարող։ Անվտանգային խնդիրները իհարկե կան, բայց այդ անվտանգային խնդիրները լուծելու համար պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես եմ իրաց փոխարեն ձախողել 5 տարի։ Ես եմ ձախողել։ Հասկանալի է ձեր տեսակետը։ Շնորհակալություն պարոն։ Շնորհակալություն։
Armenia,